Աշոտին կամ Վալոդին 40,000 են տվել, ես պետք է ձրի գնամ դրանց հանրահավաքին մասնակցեմ։ Ասма գործ տալը այլ ամոթալի չի, պատվաբերա։ Դու պատկերացնում ես, ասենք Բերթերում քաղբանտարկյալների թիվը շուտով ավելին կլինի, քան բոլոր ԿՊԵ-ականների թիվը։ Թեյնիկի տակի Երման Ջերմաշյանն է բարձրացնում, էլի, ամեն մի հատ հաջորդ քայլը ոնց որ թե ավելի շատ կրակ է տալի։ Լսի, եթե մարդը հիվանդ չլինի, նա բռնապետ չի լինի։ Կարա էս երկրում դա լավ բիզնես լինի։ Խաղադրույք թե Նիկոլա հաջորդը ում է կալանավորելու։ Պետք է պարտադիր նվաստացնեն, սխմեն գետնին, ձեռները ծալեն։ Հիմա որ տենց կոչանի նիկոլականները կանգնելու են ասեն, ինքը իր մորցին փրկելու համար է անում, որ հանկարծ իրան չձերբակալեն։ Ասում է Նիկոլ Փաշինյանը Չարիքի մարմնացումն է, մենք նրա դեմ պետք է պայքարենք։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակորական ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիքով։ Այդ մոտ կապիտուլյան բա ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն։ Դուք հրապարակի YouTube-յան ալիքում եք։ Ձեզ հետ է Զարա եւ Ավետիս ոդքասթը։ Պիտի խնդրեմ ամենասկզբից հենց բաժանորդագրվեք եւ մեզ մեկնաբանություններ գրեք։ Ասեմ, որ այսօր շատ կատաղած եմ։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի։ Ուզում եմ մասնագիտությունս փոխեմ։ Հիշում ես մի անգամ դու էիր տենց բանով խոսում, որ ասում էիր ուզում եմ մասնագիտությունս փոխեմ։ Ես արդեն փոխել էի այդ ժամանակ։ Այո, դու արդեն փոխել էիր։ Այո, բժիշկ էի դարձել։ Ես էլ եմ ուզում փոխեմ, բայց ի տարբերություն քեզ ես ընտրելու եմ bookmaker-ի բանը, գործունեությունը։ Մարդկանցից խաղադրույթներ եմ ընդունելու, բայց ոչ թե սպորտի հետ կապված, ումա հիմա սպորտը հետաքրքիր, հատկապես հայկական սպորտը ոչ մեկին։ Դե հետո ինչ խաղադրույթ կատարես, մեկը գիտես արդյունքը ոնց է լինելու։ Պարտվելու են, իհարկե։ Այլ խաղադրույթներ եմ վերցնելու, թե Նիկոլ Փաշինյանը հաջորդը ումա կալանավորելու։ Այսօր առավոտյան էլի մտել։ Կամ սպանելու։ Այսօր առավոտյան էլի մտել են Գյումրու քաղաքապետարան, քաղաքապետին մեկուսացրել են, ինչ որ գործողություններ են անում, ժողովուրդը հավաքվել է, դու չես պատկերացնում ինչքան ոստիկան են ուղարկել, այդ խեղճ մարդուն կալանավորելու, չնայած մյուս կողմից էլ այդ մարդը իհարկե խեղճ չի, բայց հարցը այդ չի։ Հիմա կարա էս երկրում դա լավ բիզնես լինի։ Խաղադրույք թե Նիկոլա հաջորդը ում է կալանավորելու։ Լսի, բիզնես չգիտեմ, որովհետև կալանավորողների շարքը այնքան էլ մեծ չի, Զարա։ Կարծում ես, այսինքն ինչ որ մի պահի ինքը ավարտելու է։ Ինձ թվում է, սենց գիտես ոնց մեծերից սկսել է, բայց սենց կամած հասնելու է ամեն ընդդիմադիր մարդուն։ Այն որ երկրի կեսը սենց անրազնացնելու ասելու այստեղից են կողմ բերթերն են։ Ու մենք այդ բերթում ենք հայտնվելու։ Բոլորս։ Ես, դու, մեր խմբագիրը, չգիտեմ։ Ես մտածել եմ, որ օրինակ ինքը ակադեմիական քաղաքի փոխարեն ճիշտ կլինի, որ նոր բերթեր կառուցի, բայց շատ մեծ բերթի կարիք էլ չկա, որովհետև եթե սենց նայես, այդ կալանավորվող պոտենցիալ կալանավորողների ցուցակը ինչքան է, մի 500 մարդ։ Ես քեզ դու շատ իրան ավելի լավ կարծիք ես իր մասին, քան ես։ Ես անկեղծ համարում եմ, որ ինքը կարա միջև վերջին մակրուհին, ով որ դեմ է Նիկոլին, հասնի։ Ինչ, ասեք ինչ սահմանափակում կա, եթե կարելի է ընտրված քաղաքապետ կալանավորել, եթե կարելի է ազգային բարերար կալանավորել, 3 բանի թեմի առաջնորդի կալանավորել, չգիտեմ, բան, փաստաբան կալանավորել, որտեղ է կանգնելու ինքը։ Օրինակ քո բանով, քո ցուցակում հաջորդով է, որ ես ասեմ։ Ես օրինակ Գյումրու քաղաքապետին այսքան շուտ չէի սպասում էի, որ կալանավորել է, բայց այսօր չէ։ Չէ, ես ընդհակառակը մտածում էի, որ ընտրությունից մի 5 օր հետո է կալանավորելու, բայց բանը Նիկոլ Փաշինյանը բավականին համբերատար գտնվեց։ Շատ համբերատար 6 ամիս, գրեթե 6 ամիս, այդ մարդը դիմացավ, այսօր կալանավորեց։ Ասենք հիմա ի՞նչն է իրան խանգարում նախագահներին կալանավորի։ Եթե կարելի է arczepiskoposներին նախագահներին էլ։ Ես կարծում եմ հաջորդը կաթողիկոսն է։ Կաթողիկոսին, այո։ Հա, դե հիմի որ Դե կաթողիկոսը մի հոգի է, մի հատ էլ շոու կանի, մի օրում էլի կպրծնի, հետո հաջորդիվ։ Դե հաջորդիվ նայ ընտրություններ են ելնելու։ Եկե այդ ընտրությունների մասնակիցներ։ Բայց ասեն դա ամեն ինչ անելու է միջև ընտրություններ։ Չէ, բայց միջև ընտրությունները վերջը բանա, չէ լինելու օրինակ։ Առաջադրում է ալնելու։ Ով որ առաջադրվի, բոլորին հերթով բռնելու են։ Բոլորը առաջադրվում ես, հաջորդ առավոտը գնում ես նստում ես։ Հա։ Ես կարգին բիզնես կանեմ, բացեմ bookmaker-ականը։ Մենակ մի այս ամեն ինչը լավ հասկանում եմ։ Այդ որ կալանավորում է։ Լուրջ հասկանում ես։ Հա, դե պարզը։ Ինչ հասկանում եմ, բացատրի ես էլ հասկանամ։ Ոնց ես մտածում, այդ մարդը բոլորը ասում են, որ
այդ մարդու նպատակը իշխանությունը պահելն է, իշխանությունից կառչելն է, այս երկրում հաստատված է, բոլորը ասում են, չէ, Հայաստանում հաստատված է բռնապետական իշխանություն, բռնապիրություն, չգիտեմ, չէ, բռնապետը ինչով է զբաղվում։ Ինչով է զառա զբաղվում իր իշխանությունը պահելով, ոնց իր քաղաքական բոլոր հակառակորդներին, նույնիսկ այդ քո ասած մանր հակառակորդներին, այն որ պարզա չէ որ լսի օրինակ Պոլ Պոտը էլի հիմիկ ասես գնաց Պոլ Պոտին։ Լսի Պոլ Պոտը գիտես ում էր կալանավորում։ Հապա։ Ով որ ակնոց էր դնում։ Ակնոց։ Հիմա շատ չի տարբերվում մեթոդը։ Լսի տրամաբանությունը ինչի համար էր, գիտես։ Ասում եմ ուրեմն կարդալ գիտի։ Եվ որ կարդալ գիտի, ուրեմն խելք կունենա, ուրեմն դախպեր ինչ-որ մի գրագետ Նիկոլը այդ չափանիշներով չի կալանավորում, Նիկոլը կալանավորում է իմ դեմ խոսած։ Լավ, որ դրա էդի վերջացեց, խոսացողների Դու առաջի խոսացողներից մեկն ես, էլի, ես կասեմ քո համար անհանգիստ եմ։ Ախպեր, լավ, ինձ էլ տարան, ենթադրենք հետո վերջը պետք է այդ ալիքը շարունակվի, չէ։ Դա նենց մի հատ բան է, թափանիվ է, որը սկսում է գլորվել ու բոլորին իր հետ տանում է։ Կարծում ես։ Հա։ Հիմա նայ, անցյալ շաբաթ տեղի ունեցավ մեր ձևով շարժման մեծ հանրահավաքը Ազատության հրապարակում, ինչելոց մեր հետևորդների համար ասեմ, որ ես ու Ավետիս այնտեղ հանդիպել ենք, շատ պատահական առանց պայմանավորվելու, մենք որպես կանոն մենակ երկուշաբթի օրերը այս տեղավարում ենք հանդիպում, բայց այդ անգամ այնտեղ հանդիպեցինք։ Տեղի ունեցավ սկզբում հանրահավաքը, հետո հաջորդ օրը ուխտագնացությունը, կարելի ասել, որ լրիվ նոր մարդիկ էին այդ հանրահավաքի, համենայն դեպս իմ աչքին տենց երևաց, որ ասենք այն ստանդարտ պայքարողները, ստանդարտ ընդդիմությունը չկար, ուրիշ նոր մարդիկ էին։ Գիտես, իմ համար, որ բոլոր 88-ից սկսած գրեթե բոլոր հանրահավաքներին մասնակցել եմ, իմ համար մի քիչ նույնիսկ խորթ էր, որ ծանոթ մարդ քիչ էր, չէ՞։ Հա, ծանոթ մարդ քիչ էր, այն հին պայքարողները կարծես թե մի մասը գուցե համակերպվել է, մի մասն էլ այս իշխանության մասնակազմել։ Կարծում ես, չէ, իսկ ինձ թվում է ուղղակի այս ուժը այդ մարդկանց չի ներգրավել, հա, այդ տարանջատումը իրանց նախկիններից, այս հանրահավաքին տեսանելի էր, որովհետև միշտ հանրահավաքներին հիշում ես, չէ, ասենք 20 թվից այս կողմ բոլոր շարժումների ժամանակ ինչ որ մի հատ sense բան կար, sense հիմք կար մարդկանց, որոնք միշտ մասնակցում էին, ուր գնում էին այդ հանրահավաքներին անպայման, այս մարդիկ կային, հիմա այս անգամ չկային։ Կարելի է դա ասել, որ այլ քաղաքական ուժեր թողել են մենակ մեր ձևովին, որ ինքը տենց կայանա ինքնուրույն, չգիտեմ, իր անդրազանգվածը հավաքի, միգուցե նաև չփչացնելու համար, հա, որ իրանց այդ նախքին պիտակը չկպցնեն։ Չեմ կարծում, չէ, չեմ կարծում, որ տենց բան կա։ Կամ լավ նախանձից չեն եկել, շատ մարդ չերևա։ Իրականում սերնդափոխություն է տեղի ունեցել։ Ես այտենց եմ կարծում, անկեղծ եմ ասում։ Տեղի է ունեցել քաղաքական սերնդափոխություն։ Այն մարդիկ, որոնք 88-ից մինչև Դե մեռած կրնեն, լավ 88-ի պայքարողները։ Դե մի մասը մահացել է, մի մասը չէ, որովհետև ես շատերին անձամբ ճանաչում եմ, որ ովքեր մահացել են։ Օրինակ կարող անուններ էլ ասեմ, բայց չեմ էլ ուզում ասեմ, որոնք իմ ընկերներն են, իրոք մահացել են։ Մի մասն էլ հուսահատվել է, մի մասը ծերացել է, պայքարի հետ ոգին է կոտրվել։ Մի մասն էլ իրականում ես նկատի ունեմ ՀԱԿ-ի շարքային անդամների ՀԱԿ հայոց համազգային շարժում այդ բանը տեսնում է, չէ՞, այդ շղթան, հա, հայոց համազգային շարժում, որը հետո դարձավ ՀԱԿ, բան։ Այդ մարդկանց մի մասը այս իշխանությունների հետ հաշտ է, ոչ միայն հաշտ է, այլև ներգրաված է իշխանության մեջ։ Զառա մի տես գլուխը տենց արա։ Դու չգիտես ինչքան մարդիկ իրականում։ Տես ՀԱԿ-ի ղեկավարությունը, բացի ասենք բան Լևոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, ու Լևոն Տեր-Պետրոսյանի մասին էլ չեմ ասում, ունդեղ էլի մի 4-5 հոգի, մնացած բոլորը այս կամ այն չափով այս իշխանության շահառուներն են։ Դե այս պահին իրանք չեն էլ մնացել ՀԱԿ, սկսենք այդտեղից։ Այն մարդիկ, ովքեր պաշտոններ են ստացել, գնացել են, ասենք, չգիտեմ, մեկը փոխնախարար է, մեկը թաղապետ է, մեկը եսիմի ինչ է, դրանց չենք հաշվի առնում։ Չէ, նայես չի որ մեր ձևով շարժման հույսը ՀԱԿ-ն էր, հա, բայց ասենք կա դաշնակցական ակտիվ, որը պայքարում է ու իմիջիայլոց իրանք հատուկ նենց մտան այդ հրապարակ, որ տեսանելի լինի, որ իրանք առանձին եկան, բայց մի 200 հոգի էին ու
շատ արագ հետո անհետացել էին, ես հատուկ մանեմ եկել, որ գտնեմ, թե որ ասում էին կան քոչարենական ակտիվ, որը գուչիով աղջիկներն են, որ միշտ գալիս են, մենք իրանց ճանաչում ենք, իրանց դժվար է չտեսնելը, կա բան հանրապետական ակտիվ երիտասարդ թեմը բանը, որ իրանք բերում են, բայց այս անգամ մենակ իրանց ղեկավարներն էին եկել, երիտ թեմը տենց որպես այդպեսին չկար։ Այդ հանրահավաքի հետ կապված ես ուզում եմ մի բան ասեմ, նայ Հայաստանում ձևավորվել է նոր ընդդիմություն եւ դա մեր ձևով շարժումն է։ Ինչի համար եմ ասում նոր ընդդիմություն։ Լսի, ինչքան էլ ասեն, որ այդ մեկը ասում է 30,000-ը մասնակցել, մեկը ասում է 12,000-ը մասնակցել, մեկը ասում է, չգիտեմ, 8,000-ը մասնակցել։ Կարևոր այսօր 25,000 են հրապարակել։ Լսի, թիվը կարևոր չի։ Դա բան է, էլի առանցքական է, նայած ով ոնց է հաշում, ով ինչ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով շարժառիթներով, հա։ Բայց փաստը մնում է փաստ, որ Հայաստանում այսօր որևէ մեկը, որևէ այլ քաղաքական ուժ, որևէ այլ քաղաքական գործիչ այտենց հրապարակ չի կարա հավաքի։ Ընդունում ես թե չէ։ Սկսած Նիկոլ Փաշինյանից։ Չէ, Նիկոլ Փաշինյանը ինձ թվում է որ շատ ուզենա 10,000։ Չէ, 300 հոգի։ Այդ է լավ բանը ռեսուրսը։ Բա ոստիկանները պիտի գան, որ իրան պաշտպանեն։ Իրա թիկնազորը գա արդեն կլինի այդ տիպը։ Չէ, մենք խոսում ենք բան, նենց կամավոր գալու։ Չէ, կամավորի դա որը բանով կալանավորելով մարդ բերեն, ասենք մի 5 օր մարդ կալանավորեն, հետո այդ բանը ռեշոտկա դնեն, վերեն այդ ռեշոտկեքի մեջ այդ մարդկանց մտցնեն, էհա կարող է մի 20,000 մարդ կարողանան 5 օրվա մեջ։ Չէ, ես այդտենց պարտադիր մեխանիզմով բերելու մասին էի խոսում։ Չէ, այդտենց չի լինի։ Ասա, որ մի հատ էլ հետաքրքիր բան հանրահավաքից քննարկենք, իսկ թվում է պրոստը մեր հետևորդներին հետաքրքիր կլինի, էլի, այդ ինչ որ տենց անձնական դիտարկումները։ Ասա, որ տենց հարուստ մարդիկ չկային։ Այսինքն շատ ես օրինակ գնում էի այդ տրամադրվածությամբ, որ ես գնում եմ Միլիարդատիրոջ ընտանիքի կողմից կազմակերպված հանրահավաքին, ու սա գնալու եմ այնտեղ տեսնեմ, շատ հարուստ մարդկանց, չէ, բայց պարզ մարդիկ էին, հասարակ մարդիկ էին, շատ էին մարզերից եկած մարդիկ, որը էլի զարմանալի է, որտեղ որպես կանոն մարզերից բան է, էլի, տենց ուշ են իմանում, դժվար են մասնակցում, չգիտեմ, դժվար են տեղ հասնում, խցանումներ էին խայտառակ եւ այլն։ Բայց այդ մարդիկ եկել էին, էլի, ուրեմն իրենց համար կարևոր էր գալը։ Ու այդ հիմար թեզը թե 40,000 դրամով մարդ են բերել, ես այսօր առավոտը հաշվել եմ, եթե 20,000 հոգի 40,000 դրամով բերեն, 800 միլիոն դրամ անում։ Լսի, այդ թեզը ինչի համար են ասում, գիտես։ Ինչի համար։ Դա մի նպատակ ունի, որ շարքային մարդը, ով որ ուզում է գնա հանրահավաք, իբր իրանց խելքով, ասենք օրինակ ես գնում եմ, ասի միջև փողը չտան չեմ գնալու։ Ես հարիվ չեմ, ասենք այն մի բանին Աշոտին կամ Վալոդին 40,000 են տվել, ես պետք է ձրի գնամ դրանց հանրահավաքին մասնակցեմ։ Դե դա շատ պրիմիտիվ։ Հետո արի համաձայնվենք էլի, որ եթե մինիմալ իրանք ապացույց ունենային, այդ 40,000 բաժանող մարդուն վաղուց ձերբակալել էին։ Չէ՞։ Լարա, իրանք հանրահավաքից առաջ հատուկ կազմակերպված այդ օպերացիա կազմակերպեցին, կալանավորեցին Արագածոտնի թեմի առաջնորդին ու բաներին, մեր քահանաներին, ինչի համար, իբր թե որ նրանց մեղադրեն բան պարտադրանքով հանրահավաք կազմակերպելու մեջ որ իբր ստիպել են ժողովուրդը գնա հանրահավաք։ Որ մարդը, օրինակ ասենք ես ընկերոջս չկարողանամ ասեմ բան Արմեն արի իրար հետ գնանք հանրահավաք, որտեղ Քիչ գալիս գնանք հանրահավաք։ Հա, որտեղ դա արդեն քրեական հանցագործությունն է։ Որտեղ ասենք կարող է Իոնես Դանիելյանը ասենք այտենց էլի մի այտենց ինչ որ անունը մի տեղ գնա սուտ մատություն անի։ Ասма գործ տալը էլ ամոթալի չի, պատվաբերա։ Լսի, հարցը գործ տալու եւ գործ չտալու մասին չի։ Երբ որ մարդը պոլիցիա է աշխատում, հիմա ես քեզ ասեմ, ինչ տարբերություն ինքը ուզում է արդարացնի, թե ես իբր իրավակարգի Իոնես Դանիելյանի մասին է խոսքը։ Ասենք ուզում է արդարացնի, ասում է ես իրավակարգի կողմնակից եմ, երբ որ հանցագործություն եմ տեսնում։ Գիտես սովորական ազատ մարդու ու պոլիցիայի տարբերությունը որն է։ Որ պոլիցիայը հարձակվում է բանի վրա, խեղճ մարդու վրա։ Իսկ նորմալ իրավապաշտպանը կամ քաղաքացին, երբ որ տեսնում է, որ մեկին հետապնդում են, ինքը կանգնում է դրա շահերն է, այդ հետապնդվողի շահերն է պաշտպանում։
ինք այդ տեսակի մարդիկ պոլիցայինները միշտ ասենք տեսել են, չէ, ասենք գնացել են իշխանության շահն են պաշտպանում։ Հա, գնացել են, ասենք տեսել են մի հատ հարիվ ինչ որ հարիվի կարանք բռնենք, դրա վրա գործ սարքենք, բան անենք, ասում է օրենքը։ Մենք օրենքն ենք պաշտպանում։ Վաղը Նիկոլ Փաշինյանը, օրինակ, ասում է վաղը որ ընտրություններին ընտրակերտիկ տեսնեմ, ես էլի դրա մասին կահազանգեմ, եթե օրենք խախտվի։ Հիմա ես քեզ ասեմ, իմ ունեցած տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը օրենք ընդունում, որի հեղինակն էլ Իոնես Դանելյանն է։ Ըստ որի Նիկոլ Փաշինյանին չքվեարկելը ընտրություններում քրեական հանցագործություն է։ 15 տարի բանով։ Իրա ձեռն է, ինչ օրենք գնացիր Նիկոլ Փաշինյանին չքվեարկեցի, սռոկա։ Ու եթե բանը Իոնես Դանելյանը իմանա, որ ասենք ենթադրենք Զառա Մարգարյանը կամ Ավետիս Բաբաջանյանը չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին ու խախտել է ընտրական օրենսգրքի ասենք 141 պրիմ հոդվածը, ախպեր պետք է եթե բան անի, օրենքին դիմի, ասի ախպեր, բայց մարդը չի քվեարկել Նիկոլ Փաշինյան, նա խախտել է ընտրական օրենսգիրքը, բախ ինչի չի կալանավորվում։ Ու իմիջայլոց բան է, այդ դեպքում միանգամից թող ընտրություններն էլ գաղտնիությունն էլ հանեն, որ իմանալու խնդիրը չառաջանա, որ մենք ստիպված լինենք հրապարակենք օրինակ մեր քվեաթերթիկները Facebook-յան էջում, եթե չես դրել որ Նիկոլի դեմը պետք է չկարա։ Եթե լսի, եթե այդ եղա, որ պարտադիր պետքա, ստուգելու է։ Հա, չէ, հա, ոստիկանա կանգնելու կանգնի մոտ ոստիկանա կանգնելու, ով որ չի քվեարկելու, նրան կալանավորելու։ Ու ըստ օրենքի ալնելու դա նշի որ կամայականա լինելու, դանես չի լինելու, որ ինչ որ ապօրինի մարդուն բռնեն կալանավորեն, օրենքով բռնելու են կալանավորեն տանեն։ Ավետիսը հումոր է անում իհարկե այս օրենքի հետ կապված, որ հումոր է անում։ Ընդհանրապես հումոր չեմ անում։ Այս հումորը ցույց է տալիս, թե ինչքան ապօրինի օրենքը արդեն ընդունվել, հա, որ եթե Սրբազան հայրը հարց է տալիս, ասում է ինչի՞ չես եկել հանրահավաքին, դա համարվում է հանրահավաքին պարտադրելու մասնակցությունը, հա։ Այդ է պատճառը։ Մի հատ ինչ-որ ձայնագրություն էին, չէ՞, գցել Նաթան Սրբազանի եւ ինչ-որ մի հատ աբեղայի բանը։ Էլի Մասնակից չես եկել հանրահավաքին։ Ինչ է ասում է ասեց, ախր չի էլ հասկացում ով է ասել, ենթադրաբար երևի կաթողիկոս է, ամենայն հայ։ Ասել է այդ աղա մորդ վերսա գնա հանրահավաք։ Ինչ դրա մեջ ինչ վատ կամ ինչ չի ասել որ չվերցնես մորդ գնաս հանրահավաք, չգիտեմ քեզ կարգալույց կանենք։ Չի ասել որ անպայման պետք է վերցնես գնաս ստուգելու եմ որ գնացած լինես մորդ հետ։ Այսինքն ոչ սպառնալիք չի եղել, էլի։ Ինչի է դա պարտադրանք համարվում, չի հասկացվում։ Ասում է Նիկոլ Փաշինյանը Չարիքի մարմնացումն է, մենք նրա դեմ պետք է պայքարենք, չէ՞։ Ինչ վատ բան է ասում։ Ինչ կարող է Չարիքի մարմնացումը։ Ինքը միակը չի էլի, որ այս երկրում այդ նախադասությունը ասում է։ Այսինքն եթե մարդը հիմի կոչ աներ, ասեր համակերպվի Չարիքի հետ կամ գնա կզի Նիկոլ Փաշինյանի առաջ, բան, ուրեմն պետք է դներ իր բանը կաթողիկոսի պաշտոնից հրաժարվեր, գնար, որովհետև ի պաշտոնը ինքը եկեղեցու առաջնորդի դերում ստիպանա, չէ, իր պարտականությունների մեջ է մտնում Չարիքի դեմ պայքարը։ Իհարկե, ցանկացած նորմալ հոգևոր առաջնորդ իր խնդիրը պետքա դնի երկրում քաղաքացիական բանը գիտակցության բարձրացումը։ Իսկ քաղաքացիական գիտակցությունը նախ եւ առաջ դա հանուն արդարության, հանուն ճշմարտության, դա պայքարն է։ Զարա ջան, օրինակ եմ ուզում բերեմ։ Ռուսաստանը փրկել է ռուս կաթողիկոսը 1600 թվից մինչև 12 թիվը Ռուսաստանում խառնակցության սմուտայա կոչվում։ Խառնակցության տարիներ են եղել։ Լսի, կաթողիկոսը կոչ է արել իր համայնքին, ասել է ախպեր ջան, ոտի կայնեք, գնացեք պայքարեք ձեր իրավունքների համար։ Իրան բերդ են գցել։ Ինքը բերդում զոհվել է, մահացել է։ Բայց երկիրը 12 թվին 1612 թվին փրկվել է։ Ասենք ու այդ մարդը համարվում է Ռուսաստանի կարևորագույն հերոսներից մեկը։ Հիմա չենք ուզում կաթողիկոսը բերդեն գնի, զոհվի բերդում։ Ուզում ենք բանը դրան չհասնի, ուզում ենք կաթողիկոսը։ Ես օրինակը ուրիշ բանի համար բերեցի։ Նախապես կոչ անի իր հոտին, իր հետևորդներին հայրաքելական եկեղեցու, որպեսզի նրանք կանգնեն ու պաշտպանեն այս երկիրը։ Դե մարդը տենց կոչել անում է։ Դա չի արել ավել մի։ Ուղղակի հիմա որ տենց կոչ անի, նիկոլականները կանգնելու են ասեն, ինքը իր մորթին փրկելու համար է անում, որ հանկարծ իրան չձերբակալեն։ Հասկանում ես, նաև այդ բանը կա էլի այդ։ Դե Նիկոլ Փաշինյանն էլ իր մորթին փրկելու համար օրը 500 հոգի մարդ է կալանավորում։
ու ընդ որում կալանավորում օրինակ այսօր Գյումրի քաղաքապետարան են մտել, լսի, ասենք կամ այն օրը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև, ապա հատուկ մարդկանց նվաստացնելով։ Հա, ասենք մարդը իմի նստած է գրասենյակում Վարդան Ղուկասյանը, կարան մտնեն ասեն, ձեր կալանավորման կամ ձեր ձերբակալման կալանավորումը Խնդրում եմ անցեք մեզ հետ, չգիտեմ, բաժին։ Բաժին, ախպեր չէ, պդի պարտադիր նվաստացնեն, սխմեն գետնին, ձեռները ծալեն ու դա նկարեն, ինչի համար եք նկարում։ Որովհետև մեկը կա, որը Իտալիայից հիմա վիդեո է հրապարակել, գրել է սիրում եմ բոլորիդ, ձեզ լավ օր բոլորիդ, բայց ուզում է այդ վիդեոն Instagram-ում դնի ինքը տենց պուպուշ տղուտ տպավորություն թողնի, բայց դրա հետ մեկտեղ էլ ուզում է որ իրան Վարդան Ղուկասյանին նվաստացնելու տեսանյութ առավոտ գիշերնա, ուղարկե ինքը նայ կայֆ ստանա։ Ես ուրիշ բացատրություն չունեմ։ Ինչ թվում է դա ինչ որ այնց բան արած էլի, ռուսն ասում է իզվրաշյոնն է, էլի, այնց ինչ որ մի հատ sense ինչ որ Մոլագար։ Հա, ատելություն կա մեջը, որ ինքը ուզում ասեն Կոչուբաևին պոլին շպրտեն, ուզում է, չգիտեմ, բան Վարդան Ղուկասյանին պոլին շպրտեն, ուզում է մտնի վեհանանից վեհին պրճոկելով հանի, ուզում ասել փազաններին ձերբակալ, լավ հետո Լավ է քեզ բավարարեցնելու, հա։ Դե մեր բախտը բերել է որ Հայաստանը ատոմային տերություն չի։ Թե չի ասենք ինքը Իտալիայում կնստեր, կասեր ախպեր, Հայաստանում մի հատ ատոմային, ասենք բոմբ գցեք սաղ մերն է։ Սաղ մերն են։ Հա ինչ դու կասկածում ես որ կանեն։ Իրականում նայ մի սամալյոտ ԿՊԱ-ական են, որ լցնի տեղափոխի, իրականում մի սամալյոտ է, դե դες չի որ շատ է։ Դրա համար եմ ասում էլի, որ մեր բախտը բերել է որ մի քանի Կարա, բայց վատ անեկդոտ կա, չէ, որ ինքնաթիռն գնում է մի մեղավոր ասում Աստված ջամոց կարես այսքան մարդ սպանես իմ մեղքի պատճառով, Աստված վերևից ասում է այսքանի թազիվ հավաքել եմ մի ինքնաթիռի մեջ։ Հիմա բանին է, Նիկոլինն է, հավաքի մի բոլորին լցնի մի ինքնաթիռ տանի, մեր վրա էլ ռումբ գցի։ Մի հատ ուրիշ հանելուկ է կա, չէ, որ ասում է ԿՊԱ-ականներով այդ ինքնաթիռը որ կործանվի, ով կփրկվի։ Հələ Ով կփրկվի։ Հայ ժողովուրդը։ Լավն է շատ։ Դու մտածում ես թե ինչ որ մեջից Հա, ես մտածում եի Նիկոլա ամեն բանի տակից։ Ես մեկին հարցրել եմ, ասել է բանը, օթաչուն, դե ինքը դրանց հետ ինչ կապ ունի։ Օթաչուն ու արդեսան կփրկվեն։ Ես կպատասխանեի Նիկոլը կփրկվի, որովհետև ինքը ՊՆ-ի բանում է, բունկերում է։ Այդ ինքնաթիռում չի։ Չէ, բայց եթե հումորի չտանք ու աբսուրդի չվերածենք, ես մենակ մի հույս ունեմ այս կալանավորումների ձերբակալությունների, ես ընդհանրապես այս ապօրինությունների հետ կապված, որ դա այն աստիճանի, որ ասում է թեյնիկի տակի Երման Ջերմաշյանն է բարձրացնում, էլի, ամեն մի հատ հաջորդ քայլը ոնց որ թե ավելի շատ կրակ է տալիս, որ ինչ որ մի պահի համբերության բաժակը լցվի, ու այս ժողովուրդը արդեն ոչ թե իշխանափոխություն անելու համար կանգնի ոտքի, այդ ուրիշ պահանջ է, հա, այլ սրանից ազատվելու համար կանգնի ոտքի։ Կլինի, ինչ ես կարծում։ Դե այդ պահանջը վաղուց կա, այդ պահանջը վաղուց ձևակերպված է։ Լսի, ուղղակի մարդկային մի հատ զանգված է առաջացել, որոնք հասկանում են, գիտակցում են, որ այս պայմաններում ուղղակի անհնար է ապրելը։ Լսի, ճիշտ է, մարդկանց ավելի ավատանալու է։ Հա, ու ավելի ավատանալու, որ իրանց հարազատներին փրկելը, իրանց հայրերին, որդիներին, չգիտեմ, քույրերին ու եղբայրների ազատագրումը հնարավոր է մենակ սրանց հեռացման միջոցով։ Դու պատկերացնում ես, ասենք Բերթերում քաղբանտարկյալների թիվը շուտով ավելին կլինի, քան բոլոր ԿՊԱ-ականների թիվը։ Դու դա տենց բան պատկերացնում ես։ Այդպես ասում։ Ահա պատվարում հիմա ավելի շատ սրբազան կա, քան թե առանձին վերցրես ցանկացած եկեղեցական կառույց։ Դե հիմի որ կաթողիկոսին էլ կալանավորի։ Հա, ասենց որ գնա երեխեքին տանելու ենք Բերթերում կնքեն։ Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը կնունքները կարգելի։ Կամ ինքը կկնքի։ Կասի այսօր այդ ԿՊՆ-ը կնքում երեխեքին։ Ես միշտ ասել եմ, ինքը քրիստոնեությունը ուզում է փոխարինի, ու պայմանական ասենք Նիկոլի վկաներ աղանդով։ Լսի, ինչի է դա պետք։ Լսի, ուրիշ տարբերակ չկա, ինքը Հին աշխարհում էլ են տենց արել։ Եգիպտոսում նոր ֆարաոնը որ նշանակվել է, նախորդի կրոնը ջնջել է, ասել է այս կրոնի ներկայացուցիչը, ես եմ նոր կրոնա ձևավորել։ Շատ նորմալ։ Հերու պետք չի գնալ հասնել փարավոնների ժամանակը, օրինակ Թուրքմենստանում մի հատ նախագահ կար, Սափար-Մուրադ Նիազովը, Թուրքմենբաշին։ Լսի, 1997-2001 թե 2 թվականներին այդ արանքում ընկած հատվածում այդ մարդը գրեց մի հատ գիրք, կոչվում է Ռուխնամա։ Ախպեր ջան, իրականում այդ գիրքը Ղուրանին փոխարինող գիրք էր։ Դա անդե գրել էր
թե ինչպիսին է թուրքմենը, Դու կարդացել ես։ ախպեր բանն եմ կարդացել, այսպես ասած սեղմագիրը անոտան։ Լսի, ինչպիսին պետքա լինի թուրքմենը, ոնց պետքա ընտանիք ձևավորի։ Նիկոլ այդ ամեն ինչ արդեն անցել է։ Ահա, ընտանիքում իրան ինչպես պետքա, հարցերը Ընտանեկան ոդկաստ ունեցել ենք, կրթել են նորաձև է ունեցել ենք, ինչա մնացել, որ ինչա պակասել։ Վեճերը ինչպես պետքա, ասենք ներանձնային վեճերը ոնց պետքա կարգավորվեն եւ այլն եւ այլն։ Մտմա լայվում պատմում ոնց է պետք անել։ Եվ այդ մարդը ասում էր, ես քանի որ ես եմ ձեր, ինքն էլ նոր Թուրքմենստան էր ստեղծել, իրական Թուրքմենստանը ինքն էր ստեղծել, էլի։ Ասում էր, ես ստեղծել եմ իրական Թուրքմենստան, որտեղ ասենք 4-րդ հանրապետություն իրական Հայաստան։ Հա, ինքը տոշնի, խելքով, տեսքով, բանով լրիվ ոնց որ թուրքմեն բաշինը լինի։ Հատկապես եղավ թուրքմեն բաշին չեմ չկա, էլի չկա այդ խեշտղեն մի մարդը տենց հատկություն ունի, էլի մեռնելու հատկություն ունի։ Ինքը իր մահավա մահացել։ Ինձ թվում է, հա, համենայն դեպս հանկարծամահ եղավ, էլի, տենց ուղակի հանկարծամահ եղավ։ Երիտասարդ էր։ Չէ, այդքան է երիտասարդ չէր, տենց ալեխառ մազեր ուներ բան։ Այ սպասում ես դու։ Դե տենց հանկարծակի մարդը նաև ասենք մարդիկ կան հիվանդանում են, մահանում են, չէ։ Մարդիկ կան հանկարծակի են մահանում։ Դե ես մարդու մահը երբեք բան չեմ անում, չեմ ուրախանում։ Անկեղծ եմ ասում, էլի նույնիսկ այն ամենա դա բանին թշնամուն չեմ ուզենա, որ էդի թուղթուգիր չեմ, էլի, թուղթուգիր անող չենք, բան չենք, վայ, ես ինչ Մենք ուզում ենք, որ պատասխանատվություն կրեն։ Իհարկե։ Նամիները պատասխանատվություն կրեն ըստ օրենքի, Դանչոյի գրած օրենքի չէ, էլի, նորմալ օրենքների։ Ուզում եմ ասեմ, ինքը մի հատ կրոն է ստեղծելու, իսկ կաթողիկոսը, սրբազանները եւ մյուս եկեղեցիները կոնկուրենտ են։ Իհարկե խանգարում են, որովհետեւ 1700 ամյա կառույցի հետ ինքը հիմա մրցակցության մեջ է մտել։ Մի հասարակության մեջ այդ երկու կրոն չի կարալ։ Այո։ Դե ինքը ասենք Դե լավ իրան մեղադրելու չի։ Ուրեմն սաղ ճիշտ անում։ Փրկիչն է, փրկիչը։ Լսի, չի կարա համ Հիսուս Քրիստոսին հայ ժողովուրդը փրկիչ դիտարկի։ Այո, համ Նիկոլ Փաշինյանին։ Ինքը ինստրուկցիոն կատարի։ Լսի, ինքը որ այդ մարդկանց կալանավորում է, հայ մարդկանց մեզ ինչ է ասում, գիտես։ Ասում է, լսեք, եթե սրբազանները, կաթողիկոսը, քրիստոնյա են, չէ՞։ Քրիստոսն էլ ամենազոր Աստվածն է, չէ՞։ Հիմա նայեք, ես այս մարդկանց կալանավորում եմ։ Ես եմ ավելի ուժեղ, թե Քրիստոսը, Հիսուս Քրիստոսը։ Ով։ Բայց եթե ես կարող եմ ոստիկանության ուղարկեմ այս մարդկանց կալանավորեմ, Հիսուս Քրիստոսը չի կարողանում իր եկեղեցու անդամներին ազատի, ուրեմն ես ախպեր Աստված եմ, էլի, ես ավելի շատ Աստված եմ, քան Հիսուս Քրիստոսը։ Հիմա կարող եմ մեկ ասի արա, էսի սրբապիղծ բաներ ես խոսում։ Բայց ես ասում եմ, այդ մարդու տրամաբանությունը այդ է, ինքը իր թիմին ու իր շրջապատին ուզում ասի ախպեր, լսեք, ես sense փիղ եմ ախպեր արա։ Փիղը, ընկեր, ում ուզում եմ, դաժե Աստծո։ Հա, բայց Ավջան, մենք հո գիտենք, որ ուժեղ մարդը կարիք չունի իր ուժը ապացուցել նման մեխանիզմներով։ Այսինքն կարեք Կոչուբաևին գետնին պարկացնելու տեսանյութը նայելը, դա թուլության նշան է։ Դա նշան է, որ դու այնքան պուճուր ես, այնքան դու բան ես, անչափ չար ես, այնքան դու մարդկանց նկատմամբ պատելություն ունես ու քեզ անուժ ես զգում, որ ուզում ես քո տեղը մի հատ մեկին գցեն գետնին, մեկին կալանավորեն, մեկին տես տանեն, բրճոկեն, sense բանան։ Այդ դա թուլության նշան է։ Տենց ուժեղ մարդիկ չեն լինում։ Ճիշտ ես ասում, անձնապես։ Ինքը հա, շատ թույլ մարդ է։ Շատ թույլ մարդ է, որովհետև մենակ թույլ մարդը, ճիշտ ես ասում, մենակ թույլ մարդը կարող հաճույք ստանա, ինչ որ մարդու Իրանից թույլին խոշտանգելու։ Այն էլ ասենք թե ինքն էլ չի էլի խոշտանգողը, իր հրամանով ինչ որ մարդիկ գնում են խոշտանգում են։ Չէ, բայց հետո իրան նկարում են ուղարկում են, չէ։ Հիշում ես դու իմ նեմնի տղեկին ոնց բռնեցին։ Էլի տենց վիդեոներն արել էին, տարել էին, որ ինքը նայի բանը լինի տենց իրան լավ զգա։ Ես անկեղծ այդ կայֆը չեմ հասկանում, լուրջ չեմ հասկանում։ Դե որովհետև դու Նիկոլ Փաշինյան չես։ Դու Նիկոլ Փաշինյան չես, որ հասկանայի դրանից կայֆ ստանայիր կամ հասկանայիր այդ կայֆը, Աստված չանի էլի, մի դե մենք քո վրա չենք ուզում այդ փորձանքը քո հետ տեղի ունենա, այդ մարդու հետ եղելա հիմի եղելա շոկի մեջ ենք, 7 տարի ուշքի չեն գալիս։ Հա, հիմի քո հետ թող չլինի, իհարկե թող չլինի եւ չի լինի, ես վստահ եմ, բայց ուրիշ բան կա, բոլոր բռնապետիկները տառապում են այդ նույն հիվանդությամբ։
Լսի, եթե մարդը հիվանդ չլինի, նա բռնապետ չի լինի։ Հա, իշխանությունը միակ ու ցանկալի բանը չի լինի, էլի բաղձալի, ինչքան պիտի դու իշխանություն ուզես, որ այս մեթոդներով պահես։ Ինչքան պիտի քո կյանքը, քո անձը, քո կարևորությունը դրա հետ կապված լինի։ Էլի ասեմ դորմալ մարդը կասի ախպեր, թքա ձեր պաշտոններ, դուք էլ գնամ ես իմ գործով զբաղվեմ, ավելի հսիրով։ Մի հատ հետաքրքիր բան եմ ուզում հարցնեմ։ Նայ, դե բռնապետերը իրականում բոլորը անցնում են նույն ճանապարհը, հա, իրանք ունենում են այդ ինչ որ sense կարևոր կետերը, որոնք հատելով իրանք գալիս են հասնում են այն վերջնական բռնապետ կարգավիճակին։ Այդ ճանապարհները իհարկե ձերբակալություններն են ներառում, օրինակ կա ձերբակալությունների հերթականություն, սկզբում անդիմադիրներ, հետո բան լրագրողներ, հետո փաստաբաններ, այսինքն այդ этаպները, հա, որ sense իրանք աճում են դրակոնի level-ը հասնելու համար։ Բայց նաև բռնապետները անպայման ստեղծում են իրանց, sense ասած, ներքին զորքը, հա, որը իրանց ծառայում է, սպասարկում է, որտեղ որպես կանոն եղած ոստիկանությունը իրավապահ մարմինները այտենց անվերապահորեն չի կատարում հրահանգները։ Իրանք հավաքում են, ասենք, չգիտեմ, ինչ որ ուրիշ անվան տակ, նոր բանն իրավապահ համակարգ են ձևավորում։ Մենք չենք կարող ասենք, որ պարեկները այդ դերը կկատարեն։ Հիմա խոսակցություններ կան, որ Նիկոլը կարա փորձի տենց ինչ որ մարմին ձևավորի։ Կա տենց խոսակցություն, օրենք էլ կա դրա մասին, ոչ միայն խոսակցություն կա, կոչվում է ազգային գվարդիա ստեղծելու մասին, որը զինված ալնելու, եթե հիմա ներքին զորքերը տենց մարտական տեխնիկա բան չունեն, եւ ազգային գվարդիա ասած այնքանով է իրական, որ դա կարա փոխարինի նաև բանակին։ Ուղղակի Հայաստանում բանակ հասկացությունը վերացնեն, լինի այդ ազգային գվարդիան, գիտես ինչի համար վերացնեն։ Նիկոլի Ենիչերները։ Ենիչերները, հա։ Նայ, ինչի համար վերացնեն բանակը, քանի որ Նիկոլ Փաշինյանը կասի, քանի որ մենք հաստատել ենք խաղաղություն, ոչ մեկ էլ չենք պատերազմում, մեր սահմանները պաշտպանելու կարիք չկա։ Չկա, ահա, այլ բանակը ինչի համար է, բայց ծախսը ավելորդ ծախս է, փողը ես կուտեմ, կուղարկեմ։ Չէ, ազգային գվարդիա կստեղծեն, որը իմ անվտանգությունը կապահովի, եթե դուք հանկարծ հանրահավաք անեք, կգան ձեզ բոլորիդ կծեծեն։ Հա, եթե հանկարծ ինչ որ խնդիրներ էլ կառաջանա, թե լսի, ահաբեկչության, չգիտեմ, սահմանափակ նշանակության, դե իմի Թուրքիան չի հարձակվում, բայց կարող է ինչ որ ենթադրենք Վրաստանի կողմից ինչ որ ահաբեկչական խմբավորում փորձի անցնել կամ Իրանի կողմից, բան, ազգային գվարդիան, որը կունենա, ասենք, չգիտեմ, զրահամեքենաներ, ծանր հրանոթ, բան, դե կարելի է ժողովրդի վրա էլ գիտես, եղել են դեպքեր, որ ժողովրդի վրա հրանոթով կրակել են, նշի էլի դա նորություն է, բան, դե էլի այն հիմնավորման, որ ասենք թե ահաբեկիչներ են կամ ահաբեկչական գործողություն էին փորձում կատարել, դե այդ տարբերակը հնարավոր է, հա։ Հիմա ուղղակի ուզում եմ ինձ հետաքրքիր է, ուշացած չի այդ նախաձեռնությունը։ Լսի, դե այս պահի դրությամբ նենց չի, որ Նիկոլը ինչ-որ խնդիր ունի, այդ կարմիր բերետներ, սև բերետներ… Եթե ենթադրում ենք, որ մյուս տարի լինում է ընտրություններ ու նախընտրական էտապում համարում ենք, որ մաքսիմալ մակարդակի է հասնելու լարվածությունը, հա, ասենք, չգիտեմ, ժողովրդի ընդվազումը եւ այլն հասնելու են իր գերագույն աստիճանին, այդ դեպքում ինքը կհասցնի միջև այդ ազգային գվարդիան։ Եթե մինչև այդ ինքը մի 2000 մարդու, մի 3000 մարդու կալանավորի, հա, դա կման չի մնա։ Դա կման չի մնա, հա։ Արդեն մնացածը կազմակերպիչներին կալանավորի, մյուսներն էլ կվախենան տներից դուրս չեն գա։ Իդեպ ես քեզ ասեմ, նենց չի, որ սա ենթադրությունն է։ Ես հաջորդ մեր հաղորդման նույնիսկ կարամ ասեմ, թե ինքը ինչ նոր բանով, նոր մեխանիզմով կարա մարդկանց զրկի ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Ասենք տեխնացուներին զրկի ընտրություններին մասնակցելու իրավունքից, մասսայաբար։ Առաջադրվելու նկատի ունի։ Առաջադրվելու իրավունքից, հա, կասեմ, մյուս հաղորդման ժամանակ կասեմ, թե որն է այդ մեխանիզմը, որը, լսի, մեկ էլ ես բուքմեյքերական բացելու, դու էլ խաղադրույթներ անես, որ մեկին կթողնի։ Նայ, մեր ընթերցողներից մեկը բան էր, կոմենտ էր գրել էր Ավետի Զառա, իբր ինքը շատ քիչ գիտի, դուք էլ սովորացնում եք։ Ես դες մի բան ասեմ, բռնապետներին բռնություն սովորացնել պետք չի։
իրանք մեզանից լավ Իրանց ուղեղը մենակ այդ ուղղությամբ աշխատում, ինքը ամեն օր նոր մեթոդներ մշակում, ոնց կարելի է ժողովրդին ճնշել։ Իհարկե։ Եվ ոչ էլ նրանց պետքա սովորացնել ընտրություն կեղծելու ինչ որ նոր մեխանիզմներ։ Նիկոլ Փաշինյանը այնքան բան գիտի, որ ինքը այդ որ ասում է կրթվելը, բանը, չգիտեմ, կրթելը, բանը եւ այլն, ասենց չգիտես էլ մի կրթել Կողմնորոշվի։ Դե հիմի ինքը տենց այդ ճանապարհով է գնում։ Սկզբից կթելներ, չէ, կրթելը, հետո անցնում է կթելուն, վերջում կրտելուն։ Հասկացա։ Առարկություններ չունեն։ Ուղղակի այդ ամեն ինչի մեջ միակ բանը, որ ինձ ահավոր զայրացնում է, որ ինքը վերցնում է Զենֆիրայի բանի երաժշտության տակ ինչ-որ սոս տխուր այդ բան էլի, ասես պարզ, իբր սենց ինքը շատ մարդամոտ, բան, ասես լավ տղա է, բարի, դոբր տղա է, սենց ռիլսիկներ է բանանում, նկարում, գցում, սա աշխարհը սկսում է քննարկել, վայ, հələ նայեք ինչ լավն է Հայաստանի նախագահը, իչեմ նախագահն ասում վարչապետ չէ, հələ նայեք ինչ պուպուշ է, ինչ մարդամոտ է, ինչ պարզ վիդեոներ է տարածում։ Ասենք ոնց կարելի է տենց երեսանի լինել, էլի։ Հա, ասենք ինչ ասեմ, վալսի երաժշտության տակ կարող ասենք սենց մեկը նստի, ասենք իր քաղաքական հակառակորդին ու սենց մարմինը հոշոտի։ Հետո ինչ, ասի։ Բայց տխուր դեմքով։ Դեն տխուր դեմ։ Սենց բանով տանակով տխուր։ Հա, կտրի ուտի։ Հա։ Ու տեն շատ նենց ինտելիգենտ բան միջավայրում, բան ծեց, շատ սենց ասի դե ինչ անում, հիմի այսօր սոված է, այսօր ֆրանկեր է, վաղը ասենք, չգիտեմ, մյուսին կուտեմ։ Տենց։ Չի կարա, չի ուտի։ Այդ իշխանությունը մենք ենք իրան ընձեռել, հասկանում ես։ Այդ իշխանությունը ապահովում են այսօր այդ Գյումրու քաղաքապետարան մտած ոստիկանները, որոնք ոչ մի բան գլոբալ չեն ստանում այդ իր ուտելու գործընթացից։ Այդ իշխանությունը ապահովում են, չգիտեմ, Երևանում փողոց փակող, չգիտեմ, կարմիր բերետավորները կամ մարդկանց վրա ուժ կորցածող։ Այդ իշխանությունը մենք ենք։ Ինձ թվում է գալու է այդ երման պահը, որ համ կարմիր բերետավորը, համ ոստիկանը կանգնելու ասելու է հերիք, հա էլի։ Մենք էլ հանգիստ խաղ ապրենք։ Իհարկե այդ պահը գալու է, ուղղակի ցանկալի կլինի որ շուտ գա։ Գիտես, օրինակ բան կար, չէ, ասենք Սադամ Հուսեյն կար, բան, ասենք էլի լիքը բռնապետ։ Մենք իրան այդ վերջ չենք ուզում։ Չէ, ես դրա մասին չեմ ասում։ Միլոշևիչ։ Հագայի դատան։ Չէ, ես Միլոշևիչին չեմ ասում, որովհետև Միլոշևիչը մի քիչ ուրիշ տարբերակ էր, էլի։ Այդ երկիրը ռմբակոծվեց ռազմական հանցագործություններ, հա։ Չէ, ես նկատի ունեմ։ Մենք դեմ չենք նույնիսկ բանի Սիրիայի Բաշար Ասադի ճակատագրին, որ ինքը ստիպված լինի մենակ Մոսկվան իրան ապաստարան տա այնտեղ բախկվի։ Ուղղակի միշտ հիշենք, որ բռնապետ, երբ որ մենք նրանց համեմատում ենք այդ բռնապետերին, իրանք իրանց իշխանությունը կորցրել են, երբ որ երկիրը ամբողջությամբ ոչնչացել է։ Հաստատ, հա։ Դասի Իրաքը չկա, Սիրիան չկա, Լիբիան Մուամմար Կադաֆի երկիրը չկա։ Հետո ինչ ասենք որ Լիբանանի հերնելանից այդ։ Հետո Լիբանանում դա այդպես բռնապետություն չկա։ Լիբիայի մասին եմ ես ասում։ Դասի հետո ինչ որ այդ բռնապետերը չկան։ Օրինակ լավ, Սադամ Հուսեյնը չկա, բայց Իրաքն էլ մեծ հաշիվ չկա։ Այս Սիրիան չկա։ Չէ, չենք կարա մենք Նիկոլի Պաճարովի։ Չէ, ուզում եմ ասեմ, ու մենակ ասենք մտածել, որ իրանք կկրկնեն, չգիտեմ, Սադամ Հուսեյնի ախպեր, պետք չի որ Նիկոլ Փաշինյանը Սադամ Հուսեյն դառնա, Հայաստանն էլ Իրաք դառնա կամ չգիտեմ, ինքը Մուամմար Կադաֆի նման ասենք գլուխը ջարդեն, բան անեն։ Հա, բայց կարա Սաակաշվիլիի պես էլ լինի, էլի։ Դե այդ ամենացանկալի տարբերակն է։ Այս ուրախ նոտայի վրա առաջարկում եմ այսօր ավարտենք։ Պիտի խնդրեմ ներքևի մասում մեկնաբանություններ գրեք, օրինակ ինչա հետաքրքիր է հաջորդը ում են կալանավորելու։ Իրականում ես այդ բուկբենկերականը բացելու եմ, լուրջ եմ ասում, ստավկեք եմ ընդունելու, թե հաջորդը ում է կալանավորելու։ Դու էլ ուզում ես այդ մխեշ կալանավորվողների վրա փող աշխատես, էլի։ Գողը մի տեղից շահ ունենանք այս կալանտեքստը, չէ՞ մենակ կոտորվում ենք միջև քշերվա երկուսը, աշխատում ենք, որ մարդկանց կալանավորվելու թեմաները լուսաբանենք։ Մեկնաբանություններում գրում ենք ում են կալանքի տանելու ամենահավանական, ամենամոտիկ կամ չէ կարելի ընդհանուր դաժե ցանկ էլի ով պետք է նստի միջև ընտրություններ։ Ես ասում եմ հաջորդը կաթողիկոսն է։ Ինձ թվում է հələ շուտ է կաթողիկոսը։ Ինձ թվում է հələ արանքը էլի ինչ որ մարդիկ լինելու են։ Այդպես փուճուր-մուճուր էլի, այդպես չեմ ասում լուրջ մի բան։ Ասենք էլի մի փաստաբան, մի լրագրող, դա էլի, Կարող է։
ասենք մի լրագրողը որ թու հերուտանից տեղից այս որ մենք ձեր մեկնաբանությունները շատ սիրով կարդում ենք ավետիս նախորդ հաղորդման տակ բոլոր մեկնաբանություններին մտելա պատասխանելա պարտադիր Բոլորին չէ, բայց որոշներին հա։ Այո, ես շատ բան եմ անում, ողջունում եմ այդ փաստը, իսկ մենք կհանդիպենք հաջորդ երկուշաբթի այս նույն տեղում, նույն ժամին, հաջողություն։ Եթե զառան կալանավորված չլինի։ Բերանտխերով բացի։ Այդ բանաձևի դուք համաձայն ազգակորական ոչ միթիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիքով։ Այդ մակը կապիտուլյան տա, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։